Առողջության համընդհանուր ապահովագրության ռեգիստրում տվյալների վարման կարգը Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց կարգը, թե առողջության համընդհանուր ապահովագրության ռեգիստրում ինչպես են հավաքագրվելու, պահպանվելու եւ փոխանցվելու քաղաքացիների տվյալները։ Որպեսզի անձը մեկ անգամ տվյալները տրամադրելով որոշակի կառույցի, արդեն հաջորդ կառույցները իրար միջև փոխգործելիության շրջանակներում կարողանան օրենքի եւ կարգավորումների տրամաբանությամբ ապահովել այս տեղեկատվության փոխանակումները։ Շահառուներն առմետ հավելված մուտք գործելիս կարող են տեսնել ապահովագրված են պետության կողմից, թե ապահովագրավճար վճարող են։ Վերջին խումբը 200,000 դրամ եւ ավելի աշխատավարձ ստացող քաղաքացիներն են։ Նրանք ի տարբերություն մյուս խմբերի իրենք են վճարելու ապահովագրության համար։ Հավելվածում կցված է նաեւ հատուցվող ծառայությունների ցանկն ու բուժհաստատությունները։ Չնայած սրան, այս օրերին պոլիկլինիկաներում ազատությանը հանդիպած քաղաքացիներից ոմանք դեռ տեղյակ չէին այս նորամուծություններից, բայց տեղյակներ էլ կային։ Պրոստը իմացել եմ տելևիզորով, ինչ։ Հա, բայց ինձ կային վրես կազդե։ Տելևիզոր նայել ենք, բայց խելքի մոդիկ բան չէ, քուրջան։ 66 եմ ես։ Անվճար սպասարկվելու եք դուք։ Հավատալս չի գա։ Թե չխաբար չեմ բաշխ այդպես բաներից։ Տեղյակ չեք։ Չէ, ով է տեղյակ բայոր տեղյակ եղնենք։ Մինչև լիարժեք չհամոզվենք, չտեսնենք, չկարտանք, չօգտվենք, ոչինչ ասել չենք կարող։ Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ներկայացված փաստաթղթերի շարքում էր նաև ապահովագրության ռեգիստրի աշխատանքի կանոնների նախագծի փաթեթը։ Մի քանի կետերի շուրջ անհամաձայնություններ են ունեցել Պետեկամուտների կոմիտեն, տարածքային կառավարման եւ արդարադատության նախարարությունները։ Այդուհանդերձ առողջապահության նախարարության առաջարկն այսօր ընդունվեց։ դեմ չկա, որոշումն ընդունված է։ Մենք պետք է անենք բաներ, որոնք դժվար է եւ մենք դժվարություններով անում ենք այս բանը, որովհետեւ համոզված ենք, որ դա պետք է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների։ Անցած տարեվերջին նախագծի քննարկումների ժամանակ ընդդիմադիր падգամավորները դիմելով առողջապահության նախարարին պնդում էին համակարգն արագ ու հապճեպ է ընդունվել, հատկապես առաջնային օղակը պոլիկլինիկաները պատրաստ չեն դրան։ Այս եւ մի շարք այլ խնդիրների վերաբերյալ մի ռեպորտաժ էլ վերջերս վարչապետ Փաշինյանի աչքով էր ընկել։ Ռեպորտաժից իմացա, որ առողջապահության համակարգը փլուզվել է, ջախջախվել է եւ գոյություն չունի այլևս։ Մենք տենց կատաստրոֆայի առաջ ենք կանգնած։ Ճիշտ ասած, վախից անջատեցի հեռուստացույցը եւ հիմա կուզենայի ձեր մեկնաբանությունները։ Կարող եմ մի բան կամ մեզ չեք ասում։ Ավանեսյանը, որ խորհրդարանում էլ չէր ընդունում ընդդիմադիրների պնդումները, թվերով արձագանքեց վարչապետի հարցին։ Այսօր առավոտյան ժամը 10-ի դրությամբ ասած արդեն 16266 մարդ սպասարկվել է ապահովագրության շրջանակներում։ Երբ որ այդ ռեպորտաժներից գնում ես կոնկրետ հիվանդանոց, կոնկրետ պացիենտի սենյակ ու տեսնում ես վիրահատված 3-80-ամյա մեր քաղաքացին, ով մինչև այդ, եթե այդ խնդիրը ունենար դեկտեմբերի 31-ից առաջ, լրջագույն խնդրի առաջ էր կանգնելու, որովհետև հասանելի չէր լինելու այդ ծառայությունը սրտի ռիթմավարի, 2 օր առաջ վիրահատվել է եւ 3 երեկոյան տուն է գնացել։ Փաշինյանը հարցրեց այս մի քանի օրերին համակարգի գործարկման որակը 10 բալանոց սանդղակով որքան է գնահատում նախարարը։ Ավանեսյանն ասաց 6-ից 6.5 բալ, ինքն ավելի լուրջ խնդիրներ էր սպասում։ Իսկ արդյոք խնդրահարույց չէ, որ թեև առողջության համընդհանուր ապահովագրությունն արդեն գործում է, բայց ռեգիստրի տվյալների հավաքագրման կարգը նոր է հաստատվում։ Առողջապահության նախարարությունից ասացին դրանք իրար լրացնող քայլեր են։ Համակարգի գործարկման համար առանցքային նշանակություն ունեցող ինտեգրված օպերատորի մրցույթն ինչու է հայտարարվել, եթե նախարարությունից պնդում են, որ Արմեդն է իր վրա վերցրել օպերատորի հիմնական աշխատանքը, կամ ինչու է համակարգն ուժի մեջ մտել առանց ինտեգրված օպերատորի վերջնական ընտրության։ Ապահովագրության ներդրման եւ գործարկման այս փուլի համար Արմեդը յովին պատրաստ է այդ ծառայությունները մատուցել։ Սխալ պնդում եք անում, երբ ասում եք օրենքը կա, բայց օպերատորը չկա։ Բա եթե չկա, ինչպես ենք այսքան ժամանակ աշխատել կամ ինչպես ենք հենց այս պահին սպասարկում քաղաքացիներին։ Այո, Արմեդը կա, բայց ապահովագրության հետագա փուլերի ներդրման ավելի շատ շահառուների սպասարկման համար մենք տեխնոլոգիական նոր լուծումների ինտեգրման հնարավորությունները դիտարկում ենք։ Դրան է միտված նաեւ մրցույթի հայտարարումը, որը ընթացքի մեջ է ըստ փուլերի կիրականացվի։
Իդեպ ինտեգրված օպերատորի ընտրության համար հայտարարված մրցույթի առաջին նախավորակավորման փուլի ժամկետն ավարտվել է։ Քանի ընկերություն է դիմել, միջազգային են դրանք թե տեղական։ Հաջորդ փուլ որ ընկերությունը կամ ընկերություններն են անցել։ Այս հարցերի պատասխաններն այսօր նախարարությունից չստացանք։ Տարիներ շարունակ առողջապահության նախարարությանը չի հաջողվել գործարկել նաև էլեկտրոնային դեղատոմսերի համակարգը։ Դեղատները դեռ շարունակում են հակաբիոտիկներ եւ այլ դեղեր վաճառել առանց դեղատոմսի։ Նախարար Ավանեսյանն Ազատության հետ զրույցում պնդել էր, ապահովագրության համակարգը կլուծի այդ հարցը։ Դեղատները չեն ստանա դուրս գրված դեղերի համար պետությունից հատկացված գումարները, եթե պատշաճ չլրացնեն։ Այս օրերին նաև համացանցում են տարբեր օգտատերեր շարունակում հարցուփորձ անել, ինչպես օգտվեն համակարգից։ Շատերն էլ իրենց առմետ հավելվածում չեն գտնում օրինակ վերջին հետազոտությունների ամբողջ ցանկը։ Դրանք հատուկ կենտ են ներառվել հիվանդանոցների կամ բժիշկների կողմից։ Կառավարության նիստում նախարարն ու վարչապետը վստահեցրին, դիտողությունները լսում են, խնդիրներից տեղյակ են ու լուծելու են դրանք։ Շահառուներին մենք անուն-ազգանունով հեռախոսի համարներով գիտենք։ Պետք է անընդհատ հարցումներ անցկացնել, որպեսզի հենց առաջի ձեռքից իմանանք մարդիկ ինչ խնդիրների են հանդիպում։